Նա եկավ աշակերտների մոտ և նրանց քնի մեջ գտավ ու Պետրոսին ասաց. «Այդպես չկարողացաք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգիս հոժար է, բայց մարմինս տկար»։ Դարձյալ երկրորդ անգամ Հիսուս գնաց աղոթքի կանգնեց և ասաց. «Հայր իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ, քո կամքը թող լինի»։ Եվ գալով դարձյալ նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց և երրորդ անգամ գնաց աղոթքի կանգնեց և դարձյալ նույն խոսքն ասաց։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Մարդը որքան թույլ ու թմրած է աստվածպաշտության, բարի գործեր կատարելու մեջ և որքան զվարթ ու աշխույժ է, երբ զբաղված է աշխարհիկ գործերով և զվարճություններով։ Տես, թե ինչպես է Հիսուսը Գեթսեմանի պարտեզում վիշտ ու տառապանքով ծնկի եկել հոր առջև։ Ապա վեր է կենում, գնում աշակերտների մոտ։ Նրա մահու չափ տխրած հոգին առաջին անգամ կարիք ունի օգնության, մխիթարական խոսքի, որը ցանկանում էր լսել իր մտերիմ աշակերտներից, որոնց նախկինում ինքն էր մշտապես գոտ է պնդել, ուժ ու եռանդ հաղորդել։ Եվ ով զարմանք, Փրկիչը նրանց քնած է տեսնում։ Կյանքի ծանր պահերին, երբ մարդ շրջապատված է լինում կարեկից, օգնության պատրաստ բարեկամներով, անշուշտ դրանով նա մխիթարվում է։ Եվ հակառակը, որքան ծանր ու ճնշող է, երբ վիշտ ու ցավից ժամանակ տեսնում ես սառը, անտարբեր աչքեր և անկարեկից սրտեր, երբ դու անասելի ցավերի մեջ ես, իսկ նրանք անհոգ քնած։ Ուրեմն հասկացիր, թե Փրկիչդ ինչ զգաց, երբ իր ծանր ապրումների ժամանակ աշակերտներին քնած գտավ։ Դրանով հանդերձ Հիսուսը չզայրացավ, այլ հանդարտորեն ասաց. «Այդպես չկարողացաք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ»։ Հիսուսն աշակերտներին նորից հորդորում է. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգիս հոժար է, բայց մարմինս տկար»։ Հիսուսը նրանց թողնելով տրտմած առաջ է գնում, խոնարհվում է գետնին և կրկին հորն աղոթում, ասելով. «Հայր իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ, քո կամքը թող լինի»։ Դրանից հետո Հիսուսը կրկին վերադառնում է աշակերտների մոտ, իր վշտացած հոգին թեթևացնելու, նրանցից մխիթարվելու համար, բայց ավաղ նորից աշակերտներին քնած է տեսնում, որոնք մինչ այդ խոստանում էին իրենց ուսուցչի հետ բանտ գնալ և մեռնել նրա համար։ Տեր իմ, մարդկային սիրտը որքան սառն ու անտարբեր է։ Օ, երանի թե աշակերտների քնկոտության այս օրինակն ինձ զգաստացներ և հոգևոր քնիցս հաներ։ Իմ սիրտն էլ նրանց սրտի պես սառն ու անզգա է։ Այն քնած աշակերտը, որին դու զուր տեղն արթնացնում էիր, ես ինքս եմ, որովհետև ես հաճախ հոգեպես քնած վիճակում եմ եղել և ինքս ինձ համոզել, թե հնարավոր չէ մշտապես աստվածպաշտության մեջ լինել և Տիրոջ բոլոր պատգամները սրբորեն կատարել։ Ահա այսպես աստիճանաբար փրկարար ճանապարհից շեղվել եմ և քո հանդեպ ունեցած առաջին սերս կորցրել։ Տեր իմ, թմրած ու քնկոտ հոգովս մեղավոր եմ քո առջև։ Այս վիճակիս համար հուսահատության մեջ կընկնեի, եթե չիմանայի, որ դու անչափ գթասիրտ ու ողորմած ես։ Դու շատ անգամ հոգով քնածիս քնկոտ աշակերտներիդ պես արթնացնում և աղոթքի ես կանչում։ Ամեն օր սիրով բախում ես սրտիս դուռը և ցանկանում իմ մեջ բնակվել։ Ով իմ հոգի, զարմացիր և խոնարհվիր Տիրոջ այս անչափ մեծ բարության և ողորմածության առջև։ Տեր, դու որ միշտ արթուն ես,
մի թող որ քնած վիճակում մնամ։ Երբ տեսնես ծուլությունս ու անօրենություններս, որ ինձ դեպի կորուստ են տանում, խրատիր ինձ և ես զղջման արցունքներով կքայլեմ քո հետևից։ Մշտապես հիշեցրու ինձ, որ դա է իմ կոչումն ու առաքելությունը։ Աստված իմ, Փրկիչ իմ, օրհնիր այն րոպեները, երբ կխորհեմ քո չարչարանքների մասին։ Օգնիր ինձ, որ ծուլությանս հաղթեմ և հոգով միշտ արթուն վիճակում լինեմ։ Ձերբազատվեմ բոլոր մեղքերիցս, որոնք քեզ ցավ ու տառապանք պատճառեցին։ Սուրբ Հոգու կրակն իմ մեջ միշտ բորբոքված պահիր։ Սովորեցրու ինձ ջերմեռանդորեն աղոթել, հավատով ու հույսով ձեռքերս դեպի երկինք բարձրացնել։ Տեր, տուր ինձ երկյուղածություն, փրկարար ահ, որպեսզի չարից միշտ հեռու մնամ։ Սովորեցրու ինձ օրինակիդ հետևել և մշտապես քայլել ճշմարիտ և արդար ճանապարհներով։ Պահիր և պահպանիր ինձ քո ամենակարող աջով։ Ամեն։